Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է, միայն այսօր փոփոխված ձևաչափով։ Տաղավարում հյուրընկալել ենք Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օբրայանին եւ Ցեղասպանագետների միջազգային նույն ասոցիացիայի նախկին նախագահ Henry Terioin. Welcome to Armenia, welcome to our studios, and I'll start with Turkey. Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ մեր տաղավար եւ ես սկսելու եմ Թուրքիայի մասին հարցով։ Թուրքիայի նախագահ Ռաջեփ Էրդողանը, որը շարունակում է 100 տարի առաջ իրագործված ցեղասպանությունը ժխտելու թուրքական պետական քաղաքականությունը, հուլիսին հաստատեց, որ Թուրքիան ուղիղ ներգրավված էր նաեւ Արցախի դեմ 2020-ի պատերազմում։ Թուրքիան ուղիղ ներգրավված էր 5000 հայերի սպանությանը։ Ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ինչպես կբացատրեք կատարվածը որպես Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ։ So my area of expertise is international law, so I have looked at what happened in Artsakh from Իմ մասնագիտական ուղղությունը միջազգային իրավունքն է։ Ուստի Արցախում կատարվածը դիտարկում եմ այդ կտրվածքով։ Հանցագործություն ու դրա դեմ օրենքի կիրառում։ Կան միջազգային հանցագործությունների 3 տարբեր կատեգորիաներ՝ պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանություն։ Ակնհայտորեն հայերը լավ ծանոթ են ցեղասպանության հայեցակարգին, որպես ցեղասպանություն վերապրածածկ։ Պատերազմական հանցագործությունների հիմքում այն է, ինչը մենք անվանում ենք միջազգային մարդասիրական իրավունք կամ պատերազմի օրենքներ։ Սա օրենքների այն ամբողջությունն է, որը ստեղծվել է կարգավորելու պատերազմի միջոցներն ու մեթոդները, այն, թե ինչպես ենք պատերազմում, ինչ զենքով։ Այս կանոնները ներառում են միջազգային կոնվենցիաներ, ինչպիսիք են Ժնևի կոնվենցիաները, հավանաբար ամենահայտնին միջազգային իրավունքի ոլորտում։ Azerbaijan and Armenia with regards to Nagorno-Karabakh. Եվ այս կանոնները գործում են նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում։ Կանոնները գործում էին, ուժի մեջ էին այն ժամանակահատվածի համար, որի մասին դուք հարցնում եք։ Such as torture of prisoners of war. Մենք անկասկած ունենք բազմաթիվ ռազմական հանցագործությունների դեպքեր եւ մեղադրանքներ, ինչպիսիք են ռազմագերիների խոշտանգումները, օրինակ ռազմագերիների մահապատիժները, ռմբակոծությունները, այն իմաստով, որ ռմբակոծությունները իհարկե թույլատրվում են, բայց միայն պատերազմի օրենքների շրջանակում։ Սա նշանակում է, որ արգելված է թիրախավորել խաղաղ բնակչությանը, կիրառել անհամաչափ ուժ։ Լեռնային Ղարաբաղի դեպքում կան մեղադրանքներ, որ ռմբակոծություններով թիրախավորել են քաղաքացիական նշանակության տարածքներ, ինչը կարող է համարվել պատերազմի օրենքների խախտում։ When we're talking about the blockade that took place, Խոսքը ոչ բոլոր, բայց որոշ ռմբակոծությունների մասին է։ Բլոկադայի ժամանակ բախվում ենք պատերազմի մեկ այլ արգելված մեթոդի՝ սովամահության հանցագործությանը։ Սա գերկարևոր է։ Բլոկադայի պարագայում գործ ունենք նաև մարդկության դեմ հանցագործության հետ, երբ մարդկանց մի խմբի, այս դեպքում Արցախի հայերին, հետապնդում են էթնիկ կամ ազգային ծագման պատճառով։ Ակնհայտ է նաև, որ այստեղ գոյության իրավունք ունի հարցը, թե արդյոք գործ ունենք ցեղասպանության հանցագործության հետ։ Ինքս պնդում եմ, որ այն պահից, երբ հասանք շրջափակմանը, ունենք ցեղասպանության հանցագործության ամուր փաստարկ, որովհետև սովամահությունը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլև ցեղասպանության իսկապես տարածված մեթոդ։ And one of the things that I argue is that once we got to the blockade, there we have a strong argument for the crime of genocide. Սովամահությունն ակնհայտորեն ծրագրվել է եւ իրագործվել է մահ պատճառելու համար։ Եվ մենք գիտենք, որ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից առաջ եղել են սովից մահվան դեպքեր։ Այսպիսով, կան փաստեր, որոնց հիմքով կարող ենք պնդել, որ ցեղասպանության հանցագործությունը եղել է շրջափակման համատեքստում, հատուկ շեշտադրելով, որ արգելվել էր Արցախ սնունդ հասցնել, բայց նաեւ հավելելով, որ արգելվել էր այնտեղ նաեւ բժշկական պարագաների մուտքը, որովհետեւ ոչ միայն հիվանդներին էին արգելում տեղափոխել Արցախից Հայաստան բուժվելու, այլև փակել էին բժիշկների եւ դեղամիջոցների մուտքն Արցախ։ Փաստորեն, մարդիկ ոչ միայն սովից էին մահանում, այլև անհրաժեշտ բուժօգնություն չստանալու պատճառով։ Սրանք բավական ամուր փաստարկներ են, որոնք դուք կարող եք բերել դատարան, հիմնավորելու, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, ընդգծելով նաեւ մարդկության դեմ հանցագործության եւ իհարկե պատերազմական հանցագործության դեպքեր։ Եվ հետո, երբ խոսում ենք անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման մասին, պետք է ասեմ, որ միջազգային իրավունքում չկա էթնիկ զտում կոչված հանցագործություն։
So these are quite strong arguments that you could bring to a court to argue that genocide took place. But in addition to, and I think it is also crucial to remember those crimes against humanity and, of course, the war crimes that were taking place. And then when we're talking about the ethnic cleansing from September last year, there is no actual crime of ethnic cleansing under international law. Այն որպես հանցագործություն չկա օրինակ միջազգային քրեական դատարանում։ Դրա փոխարեն կարելի է նշել դեպորտացիայի հանցագործություն։ Սա այն է, երբ մարդիկ ստիպված են լինում հատել սահմանն ու անցնել այլ երկրի տարածք, դուրս են մղվում իրենց հողերից։ Սա կատարվածի ձևակերպումն է ըստ միջազգային իրավունքի, թեև ընդհանուր առմամբ կարող են կատարվածն անվանել էթնիկ զտում։ Այսպիսով կա տարբեր հանցագործությունների մի ամբողջ շարք, որոնց համար Ադրբեջանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ So there's a whole range of different crimes that we're talking about. I mean, Պատերազմական հանցագործություններից, մարդկության դեմ հանցագործություններից մինչև ցեղասպանություն։ Certainly, a widespread array of potential crimes that could be prosecuted from war crimes to crimes against humanity to genocide. I'll come to the question of accountability. Ես ձեզ դեռ կհարցնեմ պատասխանատվության ենթարկելու տարբերակների մասին։ Մինչև այդ դոկտոր Թերիո թուրքերը ցեղասպանություն են իրագործել հայերի դեմ 100 տարի առաջ եւ հիմա 4 տարի առաջ Արցախ։ Կա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բացահայտորեն հաստատելով, որ ուղիղ մասնակցել է պատերազմին, փաստացի հաստատեց 5000 հայերի սպանությանը, 1.5 միլիոն հայ ցեղասպանած թուրքերի թորների մեղսակցությունը։ Ինչ է սա նշանակում։ Մենք բախվեցինք ցեղասպանության շարունակությանը, սա նույն ծրագիրն է, նույն նպատակով, թե գործ ունենք այլ խնդրի հետ։ Ինչու են թուրքերն ուզում սպանել հայերին։ New chapter of the Armenian genocide. Why they want to kill Armenians? Where is the problem? No, it's a great question, and I would say until the recent violence in Artsakh, from 2020 forward. Լավ հարց է։ Ես կասեի մինչև 2020 թվականը, պատերազմով Արցախում սկսված վերջին բռնությունները։ Ես 1894-96 թվականի ջարդերին, որոնք տեղի ունեցան 1915 թվականի ցեղասպանությունից շատ տարբեր պատճառով, դիտարկում էի 1915 թվականի ցեղասպանությունից առանձին։ Because of the way that this most recent violence has unfolded and statements that have been made by the key figures in it and specific things that they've done. Ինչպես նաև 1990-ականներին Արցախի հայ բնակչությանն այնտեղից արտաքսելու Ադրբեջանի ջանքերն էի առանձին դիտարկում։ Բայց Արցախում այս վերջին բռնությունը, դրա հիմնական դերակատարների հայտարարությունները եւ հստակ քայլերը ստիպեցին վերանայել այս ընդհանուր պատմությունը։ Եվ մտածել այն մասին, թե ինչպես են ցեղասպանական գաղափարները գերիշխել, մասնավորապես 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ If you look at the way that republic was created, it was created in large part through the process of genocide. Որը պետք է անպայման նկատել ոչ միայն Օսմանյան կայսրության իրագործածն էր, այլև հանրապետական շարժման, որը ստեղծեց այսօրվա Թուրքիայի հանրապետությունը։ Turkish Republic was built from expropriated Armenian, Assyrian and Greek property. Հանրապետական Թուրքիան ստեղծվել է ցեղասպանության գործընթացի միջոցով։ Ինչպես ասել է հայտնի թուրք ինտելեկտուալ Թեմել Դեմիրելը, Թուրքիայի հանրապետության տնտեսությունը կառուցվել է հայերից, ասորիներից, հույներից խլված սեփականության եւ հարստության հիմքերի վրա։ Ամեն ինչը բիզնեսից, շենքերից ու գործարաններից մինչև խոհանոցային կաթսաներ։ Այս թալանի եւ կողոպուտի գործընթացի շուրջ է ձևավորվել նաեւ թուրքական բանակը։ Հանրապետական Թուրքիան հիմնադրած գլխավոր ֆիգուրաները դրանից առաջ ցեղասպանությունը ծրագրած եւ իրագործած անձինք էին։ Թուրքիայի բանակն ինստիտուցիոնալացվել էր այս բռնության շուրջ։ Անկամ կրթությունը, մշակույթը, որի մեծ մասի կենտրոնում հայ որբերի նկատմամբ վերաբերմունքն էր, նրանց թրքացնելու ծրագիրը։ Այնինչ տեսնում եք հիմա թուրքական պետությունն ու մշակույթը ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ 1920-ականների սկզբին, ծրագրված եւ իրագործված ցեղասպանության հիմքերի վրա, ժառանգելով ցեղասպանական գործելակերպ եւ նույնիսկ ցեղասպանությունն իրագործած որոշ ինստիտուտներ։ Ոչ մի տարբերություն չկա, օրինակ, ցեղասպանության տարիներին հայերին խոշտանգողների եւ 1980-90-ականների քրդերի դեմ վայրագություններ իրականացնող թուրքական պետական կառույցների միջև։ Հիմա ականատեսն ենք դառնում փաստին, որ թուրքական պետության եւ թուրք հասարակության ներսում հայերի նկատմամբ կա այս ցեղասպանական տրամադրությունների հակումը։ And I think what was
especially disturbing was Եվ հատկապես մտահոգիչ էր տեսնել, թե ինչպես այդ հակումները վերածվեցին հայերի նկատմամբ իրական բռնությունների 2020 թվականին։ Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր նաև 1990-ականներին։ Այն ժամանակ ադրբեջանական ուժերի ձեռքում նկատվեցին ՆԱՏՕ-ի զինատեսակներ, եղան նաև այլ փաստեր։ Եվ դա կարող ենք դիտարկել որպես ցեղասպանական ծրագրի վերակտիվացում։ of this genocidal mentality and this genocidal project. And then Եվ Էրդողանը եւ Ալիևը բազմիցս հայտարարել են ոչ միայն Արցախը, այլև ամբողջ հարավային Կովկասը հայերից մաքրելու իրենց մտադրության մասին։ about their intent to rid not just Artsakh of Armenians, but the Caucasus of Armenians. Եվ սա այն պարագայում, երբ իրականում հազվադեպ է հնարավոր ունենալ ցեղասպանության մտադրության մասին նման հստակ հայտարարություն, ապա տեսնել գործողությունը, այնպես որ Արցախում եղածը պարզապես դեպորտացիա չէր։ Երբ տեսնում ենք այդ հատուկ կապը 1915-ի եւ 2020-2023-ի միջև ու կից լսում, թե ինչպես են ասում, թե այս անգամ ավարտելու են գործը, կարծում եմ տեսնում ենք ցեղասպանության մեկ ընդհանուր գործընթաց։ Սրա պատճառն այն է, որ Թուրքիան ստիպված չի եղել պատասխանատվություն կրել հայոց ցեղասպանության համար։ We see this continuing today, and I'm very worried. Ադրբեջանի նախագահը հիմա էլ Հայաստանի ամբողջ տարածքն է անվանում պատմական ադրբեջանական հող, արևմտյան Ադրբեջան։ Սա նորմալ է։ Եթե նկատի ունեք, որ ցեղասպանությունն իրագործողները հետո փորձում են հետ շրջել ցեղասպանության զոհերի մեղադրանքները, ապա այո, նույնիսկ ընտանեկան բռնության պարագայում հանցավորը հաճախ ներկայանում է որպես զոհ, նույն բառերով, որով իրական զոհը կարող էր խոսել։ Սա ճիշտ այն է, ինչ անում է Ադրբեջանը։ Exactly. So they're reversing the story. And remember, Armenians talk about Western Armenia, which is a historical territory that Armenians were indigenous to. Նրանք շրջում են պատմությունը։ Հայերը խոսում են արևմտյան Հայաստանի մասին, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը բնիկ ժողովուրդ են եղել։ Եվ Ադրբեջանն էլ հիմա վերցրել է այս նարատիվը եւ արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում։ Which are legitimate, are mirrored by Azeri claims that are not legitimate, and people Այստեղ անհանգստացնողն այն է, որ նրանք որոշ առումով հաջողության են հասնում։ Այն պատմական պնդումները, որ անում են հայերը եւ որոնք լեգիտիմ են, հակադարձվում են ադրբեջանցիների պնդումներով, որոնք լեգիտիմության հետ առնչություն չունեն։ Սակայն չեզոք լսողի մոտ ստեղծվում է տպավորություն, թե երկու կողմն էլ նույն բանի մասին են խոսում եւ ծայրահեղ են։ Սա նորմալ է միջազգային իրավունքի տեսանկյունից, որովհետև նման հայտարարություններից բացի Ադրբեջանը նաև ներխուժել է Հայաստանի տարածք, օկուպացրել է տարածքներ։ Հատուկ ընդգծեմ, որ խոսքն Արցախի հանրապետության տարածքի մասին չէ, այդ տարածքն արդեն օկուպացված էր։ Խոսքը Հայաստանի սուվերեն տարածքի մասին է։ Անգամ Փաշինյանն ինքն է ընդունել, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ։ Ինչ կարող են անել հայերը նման հայտարարություններ լսելով։ Դրանք նորմալ են միջազգային իրավունքի տեսանկյունից։ If you are carrying out incursions into another country's territory. Եթե մի պետություն ներխուժում է մեկ այլ պետության տարածք, դա կարող է համարվել ուժի կիրառում, Unlawful. That is prohibited. ինչն արգելված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, եւ այն, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից տարածքներ խլել, Particularly the corridor to Ադրբեջանը եւ Նախիջևանը միջանցքով կապելու համար, that is also unlawful. նույնպես անօրինական է։ Գաղութատիրության շրջանում էինք տեսնում, որ մի պետությունը տարածք է զավթում մյուսից։ Հիմա դա այլևս չի դիտվում որպես տարածք ձեռք բերելու օրինական ճանապարհ։ Արցախի տարածքի վերաբերյալ միջազգային իրավունքի մասով խնդրահարույց իրավիճակներ կան, բայց այս հարցերում կան նաև շատ մեթոդներ, որոնցով ապացուցվում է, որ Ադրբեջանի վարքը խախտում է միջազգային իրավունքը։ In breach of international law. Դուք խոսեցիք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին, այն հանցանքների համար, որ Ադրբեջանն իրագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։ Ինչպես կարող են Հայաստանը, հայերը, հայկական Սփյուռքը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ There are a few options here. So obviously one option is Armenia's own criminal justice system. Կա մի քանի տարբերակ։ Ակնհայտը Հայաստանի արդարադատության համակարգն է։ Հայաստանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հանցանք են գործել։ Սա հնարավոր է ներքին օրենսդրությամբ եւ պայմանով, որ մեղադրանքները ճիշտ ձևով կսահմանվեն։ Armenian nationals. That
is possible under domestic law, provided that they frame that in the correct way. Մյուս տարբերակը Ադրբեջանն է։ Ադրբեջանն էլ իհարկե կարող է հետաքննել իր զինված ուժերի անձնակազմի գործած հանցանքների մասին տեղեկությունները եւ քրեական պատասխանատվության ենթարկել հանցանքներ գործած զինվորականներին, բայց իհարկե սա չափազանց քիչ է հավանական։ But of course, that is extremely unlikely, and I'm probably understating it. It's never going to happen. Ես հասկանում եմ, որ նման բան երբեք չի լինի։ Այնպես որ մեզ մնում է փաստը, որ Հայաստանն այս տարվա փետրվարին վավերացրել է միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Եվ այդ քայլն անելիս Հայաստանը հայտարարեց, որ դրան հետադարձ կիրառություն է տալու։ Այս կերպ Արցախի բլոկադան նույնպես կարող է դիտարկվել միջազգային քրեական դատարանի կողմից, ինչն իսկապես կարևոր է։ Սակայն այստեղ էլ խնդիր կա։ Եթե Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը եւ միջազգային քրեական դատարանի լիազորությունները Հայաստանում տարածվում են, ապա Ադրբեջանը չի վավերացրել եւ Ադրբեջանում միջազգային քրեական դատարանի լիազորությունները չեն տարածվում։ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է այն հանցագործությունների վրա, որոնք կատարել է այդ դատարանի լիազորությունները վավերացրած պետության քաղաքացին, or in the territory of a state party. So that would be in Armenian territory. And here I come back to the fact that Եվ այստեղ կա փաստը, որ ըստ միջազգային իրավունքի Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի տարածքն է։ Սա նշանակում է, որ միջազգային քրեական դատարանը իրավասությունը չի տարածում այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում։ I have a question here. If as you mentioned Այստեղ ես հարց ունեմ, եթե ինչպես նշեցիք դուք, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը միջազգային իրավունքով Ադրբեջանի տարածք է, negotiations for more than 3 decades ինչու էին 3 տասնամյակ բանակցություններ ընթանում Արցախի հանրապետության կարգավիճակի մասին։ Մինսկի խմբի համանախագահ պետությունների Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մասնակցությամբ ու միջնորդությամբ։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը ոչ ոք ադրբեջանական չէր համարում։ Այո, մենք հիմա կանգնած ենք փաստի առաջ, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ինքը ճանաչեց այդ տարածքները Ադրբեջանի կազմում, բայց եթե Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի տարածքն էր, ինչի մասին էին 3 տասնամյակ բանակցում։ decades. I know it's really frustrating, and I know that the people of Nagorno-Karabakh voted to not become part of Azerbaijan. Գիտեմ, որ դա իսկապես հիասթափեցնող է, եւ գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ քվեարկել է Ադրբեջանի մաս չդառնալու օգտին։ Մենք որպես գիտնականներ մշտապես բերում ենք Լեռնային Ղարաբաղի օրինակը որպես միջազգային իրավունքի մարտահրավեր, միջազգային իրավունքի խնդիր։ Բայց այս պահին մենք չենք կարող փոխել դա, եւ պետք է աշխատենք նրա հետ, ինչ ունենք։ Ինչպես նշեցի, այդ փաստը սահմանափակում է միջազգային քրեական դատարանի գործելու կարողությունը։ But there is a solution. So the International Criminal Court has another case before it related to the Rohingya genocide. Բայց այս խնդիրն էլ իր լուծումն ունի։ Միջազգային քրեական դատարանը քննել է Մյանմայում ռոհինջյանների ցեղասպանության գործը, սակայն ինչպես Ադրբեջանը, Մյանման եւս չի վավերացել միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Այնուամենայնիվ միջազգային քրեական դատարանում գործը հարուցվել է եւ իրավասության հիմքում ընկած է այն, որ Մյանմայի հարևան երկիրը Բանգլադեշը հանդիսանում է միջազգային քրեական դատարանի կողմ, վավերացրել է կանոնադրությունը ու որպես ցեղասպանության գործընթացի մաս ռոհինջաները արտաքսվել են հենց դեպի Բանգլադեշ։ Այս դեպքում դատախազը կարող ենք ասել կրեատիվ կերպով մոտեցավ հարցին եւ դատարանն ընդունեց նրա մոտեցումը, որովհետեւ ռոհինջաները հատել են Բանգլադեշի սահմանը, որը հանդիսանում է միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն։ Սա նշանակում է, որ միջազգային քրեական դատարանն այս դեպքում ունի իրավասություն։ Մենք կարող ենք սա օգտագործել գուցե ոչ Արցախի բուն շրջափակման կամ այդ ընթացքում կատարված հանցագործությունների համար, բայց սեպտեմբերյան էթնիկ զտումների համար որպես դեպորտացիա, տեղահանություն, պնդելով, որ արցախահայությունը դուրս է մղվել տեխնիկապես Ադրբեջանի տարածքից դեպի Հայաստանի տարածք եւ Հայաստանն էլ վավերացրել է Հռոմի ստատուտը միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Այս հարցով Արտակ Բեգլարյանը ֆրանսիական իրավաբանական մի ընկերության հետ դիմել է միջազգային քրեական դատարանին։ Եվ ես այստեղ մեծ հույսեր ունեմ։ Հուսով եմ, որ Քարիմ խանը միջազգային քրեական դատարանի դատախազը կվերցնի այս գործը, նույնիսկ եթե միայն տեղահանության մասով։ Հուսով եմ քայլեր կարվեն, հետաքննություն կսկսվի, որն ինչ որ պահի կարող է հանգեցնել քրեական հետապնդման։ Here we have two problems. First of all,
the Azerbaijani state. Այստեղ մենք երկու խնդիր ունենք։ Նախ Ադրբեջանի նախագահն անգամ ուշադրություն չի դարձնում միջազգային դատարանների որոշումներին։ Ձեր մեկնաբանությունը, ապա կնշեմ երկրորդ խնդիրը։ Your comments please on this first of all, then I'll mention the second problem. You're absolutely right. I mean, this is a frustration. We have cases, obviously, under the Convention on the Elimination of Racial Discrimination that are Դուք լիովին իրավացի եք, իսկապես հիասթափեցնող է։ Մենք ունենք գործեր Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակում, որոնք ներկայում անցնում են արդարադատության միջազգային դատարանով։ Միջազգային քրեական դատարանը անհատներին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ է։ Արդարադատության միջազգային դատարանում երկու գործ կա։ Հայաստանը գործ է հարուցել Ադրբեջանի դեմ, պնդելով, որ նրանք խախտել են ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիան։ Հետո Ադրբեջանը նույն պնդումով Հայաստանի դեմ է գործ հարուցել։ They have breached the Convention on the Elimination of Racial Discrimination, and then Azerbaijan returned and did the same thing. So we have these two parallel cases running, and you are absolutely right. So the International Court of Justice has issued orders. Եվ այո, դուք ճիշտ եք Ադրբեջանի վերաբերմունքի առումով։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ուղղված Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու, մշակութային արժեքների ոչնչացումը դադարեցնելու մասին նրանք չեն կատարել։ So they didn't comply with it. But what that means is Azerbaijan is in blatant disregard of a ruling of the International Court of Justice. Սա նշանակում է, որ այո, Ադրբեջանը բացահայտ անտեսում է արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Եվ սա աշխարհին ցույց է տալիս, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը։ Եվ այստեղ ամեն ինչ շատ պարզ է, որովհետև դատարանն է ներգրավված։ Արդարադատության դատարանի որոշումները կարևոր են նաև այս That առումով։ statement in itself is really important, and it's important to show the whole world. I understand the frustration that people have with Այո, նման իրավիճակներում մարդիկ կարող են հիասթափվել միջազգային արդարադատությունից, միջազգային իրավունքից, սակայն միջազգային իրավունքը իսկապես կարևոր է։ Մարդիկ քրեական հանցանքներ են գործում, սակայն դա չի նվազեցնում քրեական իրավունքի կարևորությունը։ Ճիշտ հակառակը, իսկապես կարևոր է, որ մենք ունենանք այս օրենքները։ for example, even though people breach criminal law. So it's really important that we do have these laws, and the fact that the courts are being used, that Որ օգտագործվեն միջազգային քրեական դատարանի, արդարադատության միջազգային դատարանի կարողությունները եւ փորձել պատասխանատվության ենթարկել պետություններին եւ անհատներին։ Ինքս որպես միջազգային իրավունքի մասնագետ ակնկալում եմ, որ մարդիկ պահպանեն այս հույսը եւ շարունակեն օգտագործել այս մեխանիզմները։ Դրանք իսկապես շատ կարեւոր են։ So, perhaps I am biased in that regard, but I do have hope, and I want everyone to keep that hope and to keep using these kinds of mechanisms, whether it's the International Criminal Court, the European Court of Human Rights, the International Court of Justice, and so on. I think it's really important to use these mechanisms. Our second problem is that the Armenian state, the Armenian government, the Armenian prime minister. Եվ դոկտոր Թերյո, մեր երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններ են վարում եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել չեն պատրաստվում։ Սա բարդացնում է իրավիճակը։ Կարող են հայերը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին առանց Հայաստանի, առանց պետության աջակցության։ By themselves without the support from the state? That's a very hard question. And I would say there are two dimensions to the issue. One, I can be slightly charitable to the Pashinyan regime. Սա բարդ հարց է, եւ ես կասեի, որ խնդիրը երկու հարթություն ունի։ Նախ ես կարող եմ փոքր-ինչ մեղմ լինել Փաշինյանի ռեժիմի նկատմամբ, քանի որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ անտեսումը չի արժանացել դատապարտման միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի կողմից։ Ճիշտ հակառակը, ՄԱԿ-ը ոչ միայն թույլ է տալիս, այլև ողջևորված աջակցում է Բաքվին COP29 բնապահպանական սամիթը հյուրընկալելու հարցում։ Ինչ ուղերձ եք այդ կերպ հղում Բաքվին, որ կարող են ցեղասպանություն, էթնիկ զտում իրագործել, հետո դեբատներ կլինեն իրավական հարցերի շուրջ, բայց 1 տարի անց Ադրբեջանը, այսպես ասենք, կպարգևատրվի ՄԱԿ-ի կողմից։ Եվ սա այն պարագայում, երբ հենց ՄԱԿ-ի կառույցներից մեկը արդարադատության միջազգային դատարանը բլոկադայի ժամանակ կայացրել է բլոկադային վերջ տալու որոշումներ, որոնք Ադրբեջանը կոպտորեն անտեսել է։ Եթե ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը ինչ-որ բան նշանակում է, ապա ակնկալում ենք, որ ՄԱԿ-ն արգելի ցանկացած պետության, որը խախտում է ՄԱԿ-ի
քննադատության դատարանի որոշումը օգուտներ քաղել ՄԱԿ-ից։ Այն, որ COP29-ը հսկայական օգուտ է, ակնհայտ է։ Մենք կարող ենք մի կողմ դնել փաստը, որ նավթային պետությունն աղտոտում է Կասպից ծովը։ Դեռ նաև պարզվում է Ադրբեջանի գլխավոր կանաչ գոտին իրականում Արցախի տարածքն է։ And so forth. It appears that the main green zone of Azerbaijan is actually Artsakh. They're touting Armenian-built hydropower plants and so forth. Բաքուն գովազդում է այնտեղ հայերի կառուցած հեկերը որպես Ադրբեջանի կանաչ էներգիայի աղբյուր։ Փաստ է, որ Ադրբեջանը ոչինչ չի կառուցել։ Դրանք կանաչ էներգիայի ուղղությամբ հայերի ջանքերն էին։ Հիմա երկրորդ խնդիրը։ Եթե Հայաստանի իշխանությունը, հայ ժողովուրդը կարողանային բանակցել մի դիրքից, որտեղ միջազգային հանրությունը կհասկանար, որ Ադրբեջանը վայրագություններ է կատարել, ոտնահարել է մարդու իրավունքները, ապա դա լծակ կլիներ Ադրբեջանի դեմ։ Հիմա Ադրբեջանը ըստ էության պարգևատրվում է իր գործած հանցանքների համար։ Սա նշանակում է, որ Հայաստանը բանակցում է ոչ միայն բարդ դիրքից, այլև սպառնալիքի տակ։ Means that Armenia is not just negotiating from a difficult position, but from a position of threat. Ով էլ լինի Հայաստանի բանակցողը կկանգնի բավական ծանր մարտահրավերի առաջ։ Այս իրավիճակում մեծ սխալ է ձեր իրավական եւ բարոյական գործիքները չօգտագործելը։ Դրանցից հրաժարվել է։ Իդեպ ես կարծում եմ, որ նույն սխալը տեղի ունեցավ նաեւ հայոց ցեղասպանությունից հետո։ Ինչ կարող է հիմա անել հայ ժողովուրդը։ Ես Հայաստանի փողոցներում չեմ, բայց գիտեմ, որ վերջին տարիներին իսկապես ժողովրդական շարժումներ են եղել, որոնցից մեկն էլ օգտագործեց Փաշինյանը։ After the defeat, after the traumatic violence that Armenians have faced. Անհանգստանում են, որ պատերազմից հետո, պարտությունից հետո, այն տրավմատիկ բռնությունից հետո, որին բախվել են հայերը, նրանք չունեն մոտիվացիա կամ հնարավորություն հենց հիմա անելու այնպիսի քաղաքական փոփոխություն, որը պետք է անեն։ Կարծում եմ, որ պետք է լինի զանգվածային շարժում։ Հենց դա է իսկապես փոխելու իշխանությունը, որովհետև հենց հիմա Փաշինյանի իշխանությունը գործ ունի միայն Ադրբեջանի եւ միայն Թուրքիայի հետ։ Փաշինյանի իշխանությունը հայ ժողովրդի հետ չի առնչվում։ Անտեսում է Սփյուռքը, որտեղ նույնպես վրդովմունք կա, քանի որ Հայաստանի կառավարությունը Սփյուռքի հայերի անունից խոսում է նրանց համար շատ կարևոր հարցերի մասին։ Հայ ժողովրդին անհրաժեշտ է իրական մոբիլիզացիա։ Dr. Teryo, in 19th when Azerbaijani forces Դոկտոր Թերյո, 90-ականներին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, Հայաստանը չլռեց։ 2023-ին, երբ Ադրբեջանը ամիսներ ձգված բլոկադայից եւ սովից հետո հարձակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի վրա, Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով լռեցին։ Սա ճիշտ որոշում էր։ the blockade, the starvation of the months, the Nikol Pashinyan and the Armenian government did nothing. Was this right decision? Again, I'm speaking from outside. Կրկնեմ, ես խոսում եմ որպես մեկը, ով Հայաստանում չի ապրում։ Ես այն վտանգավոր իրավիճակում չեմ, որում հայերն են։ Azerbaijan has been very clear about its enmity, not just of Artsakh Armenians, but of Armenians in general. Ադրբեջանը շատ հստակ է դրսևորել ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի նկատմամբ իր թշնամությունը։ Նման իրավիճակում որոշումները պետք է կայացնեն այն մարդիկ, ովքեր վտանգի տակ են։ Ուստի ես ուզում եմ զգույշ լինել դրսից իմ տեսակետը հայտնելիս։ I would have to say that I think that was a mistake or maybe worse. Եթե իմ խորհուրդը հարցնեին, հետո որոշում կկայացնեին, ապա կասեի, որ դա սխալ էր։ Եվ այստեղ սխալացվածը մեղմ ձևակերպում է։ Սխալ էր այն առումով, որ կարծում եմ Փաշինյանի կառավարության միամիտ հաշվարկը կար, թե կհրաժարվեն Արցախից, կպաշտպանեին Հայաստանը։ Սխալ էր, որովհետև Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ արդեն մտել էր Հայաստան եւ տարածքներ օկուպացրել։ Ադրբեջանի տարածքներն ընդլայնելու ծրագիրը ցեղասպանական հակումներով հռետորաբանությունը պետք է զգուշացում լինեին Հայաստանի կառավարության համար։ So I think their plan of expansion, along with the genocidal rhetoric and so forth, should have alerted the Armenian government to the fact that rather than being able to trade Artsakh, Artsakh was the line. Որ Արցախի շուրջ առևտուր անելու փոխարեն Արցախը պետք էր կարմիր գիծ դարձնել։ I mean, I think, right now we're safe because COP29 is happening and Azerbaijan will not attack during that, but I worry about 2 weeks after that. Որովհետև Արցախը վերցնելուց հետո Ադրբեջանը ամենայն հավանականությամբ կանգ չի առնի։
Այս օրերին մենք ապահով ենք, որովհետև Բաքվում COP29-ն է ընթանում, եւ Ադրբեջանն այս ընթացքում չի հարձակվի։ Բայց ես անհանգստանում եմ, թե COP29-ից 2 շաբաթ հետո ինչ է անելու Հայաստանի դեմ։ Այնպես որ իմ գնահատմամբ Արցախի վրա վերջին հարձակման ժամանակ լռելը, ոչինչ չանելը հեռատես քայլ չէր։ Արցախը զոհաբերելը հաշվարկ էր, ու նաեւ հաշվի առնելով Փաշինյանի հռետորաբանությունը, ինձ թույլ կտամ ասել, որ հաշվարկ էր ոչ թե հանուն Հայաստանի, այլ Հայաստանում իշխանությունը պահելու համար։ In the political interest, not of Armenia, but of those who wanted to stay in power in Armenia. And that worries me again. Սա ինձ մտահոգում է։ Գուցե սա կոչենք ենթադրություն, բայց դրա հիմքում Փաշինյանի եւ մյուսների հայտարարություններն են եւ իրագործած քաղաքականությունը։ Policies that they have undertaken. So again, Turkey and Armenian genocide, Dr. O'Brien. We have Armenia-Turkey normalization process of. Նորից Թուրքիա եւ հայոց ցեղասպանություն, դոկտոր Օբրաեն, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց կա եւ մենք տեսնում ենք, որ թուրքական կողմն ունի նախապայման՝ փակել հայոց ցեղասպանության էջը, լռել հայոց ցեղասպանության մասին, Թուրքիային չմեղադրել ցեղասպանություն գործելու մեջ։ Նման պահանջը նորմալ է, ինչ կարող է հետևել, եթե Հայաստանը համաձայնի վճարել այդ գինը հանուն հարաբերությունների կարգավորման։ To make this step for normalization. It is certainly not surprising that Turkey is asking to close the Armenian genocide chapter. Իհարկե զարմանալի չէ, որ Թուրքիան խնդրում է փակել հայոց ցեղասպանության էջը, լռել հայոց ցեղասպանության մասին։ Բոլորովին զարմանալի չէ։ Թուրքիան արդեն 100 տարի շղթում է ցեղասպանությունը եւ իհարկե նրանք ցանկանում են, որ Հայաստանը եւ հայերը բոլորը դադարեն խոսել այդ մասին։ Նրանք հավանաբար ուրախ կլինեն, եթե մենք ցեղասպանագետներս էլ դադարենք խոսել հայոց ցեղասպանության մասին։ Because then they would not have to face justice, they would not. Քանի որ այդ դեպքում նրանք ստիպված չէին լինի կանգնել արդարադատության առաջ։ Նրանք ստիպված չեն լինի բախվել իրենց հանցանքին։ Դոկտոր Թերյոն է խոսում Թուրքիայի սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին, բայց նաև այն մասին, որ դա հնարավոր չէ, քանի որ կփլուզվի թուրքերի ազգային ինքնությունը։ Զարմանալի չէ, որ հենց դա է պահանջում Թուրքիան։ I wonder if they realistically expect that is what is going to happen from Armenia and Armenians. Բայց ինձ իսկապես հետաքրքիր է։ Նրանք իսկապես ակնկալում են ստանալ դա հայերից եւ Հայաստանից։ I cannot ever imagine that this is where the people of Armenia are going. Եվ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունը գնա այդ քայլին, երբեք չեմ կարող պատկերացնել, որ դրան կգնա Հայաստանի ժողովուրդը, որովհետև այս բոլոր տարիներին, երբ ես աշխատել եմ հայոց ցեղասպանության թեմայով որպես մեկը, ով հայ չէ, տեսել եմ, թե որքան մեծ նշանակություն ունի հարցը հայերի համար, որովհետև մեծ է տրավման, որովհետև 100 տարի առաջ ստացած այդ տրավման փոխանցվել է սերունդներին եւ ներկայումս էլ նկատելի է։ Դա մեծ ազդեցություն է ունեցել հայերի ինքնության ձևավորման վրա, թե ովքեր են հայերը, որտեղ են ապրում։ Եվ ովքեր են թուրքերը։ Այո, ճիշտ այդպես ազդեցություն է ունեցել ամեն ինչի վրա։ Եւ ես չեմ կարծում, թե հայ ժողովուրդը հիմա պարզապես մի կողմ կդնի հայոց ցեղասպանության հարցը։ There was Pashinyan-Erdogan meeting in New York. Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպումը լուսաբանելիս թուրքական առաջատար իշխանական լրատվամիջոցները հայտնում էին գոհունակություն հայոց ցեղասպանության հարցում Փաշինյանի վարած քաղաքականության մասով։ Ողջունում էին, որ Փաշինյանը չի խոսում հայոց ցեղասպանության մասին, պատասխանատվություն չի դնում Թուրքիայի վրա։ Անկամ վերլուծություններում այնքան հեռու գնացին, որ նշեցին. Pashinyan proved that there was no Փաշինյանն ապացուցեց, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Ձեր գնահատականը։ Pashinyan not mentioning the genocide doesn't equate with this proves that the genocide didn't happen. Այն որ Փաշինյանը չի խոսում ցեղասպանության մասին, դեռ չի ապացուցում, որ ցեղասպանություն չի եղել։ Նրանց եզրակացությունները անհիմն եւ անիմաստ են։ Ես քաղաքագետ չեմ անի, բայց կարծում եմ նման հանդիպումներում I can only assume that in the context of when they're meeting, the more pressing issues are. Այս պահին հրատապ խնդիրներն առնչվում են Լեռնային Ղարաբաղին, Արցախին եւ այն մարդկանց, որոնք պետք է իրենց տները վերադառնալու հնարավորություն ունենան։ Փաշինյանը պետք է համաձայնի լռել հայոց ցեղասպանության մասին հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Ես այդպես չեմ կարծում։ I don't think in the long term that Armenia as a country, like the government representing it, should keep silent about it.
because it happened. Ես երկարաժամկետ հեռանկարում չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը պետք է լռեն ցեղասպանության մասին, որովհետև Թուրքիան իրագործել է ցեղասպանությունը եւ երբեք չի ընդունել այդ փաստը։ Եթե անգամ պահանջվի եւս 200 տարի, Հայաստանը պետք է շարունակի պայքարել ցեղասպանության ճանաչման համար։ Ես գիտեմ, թե որքան դժվար է դա։ Հասկանում եմ մարտահրավերները, բայց չեմ կարծում, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդները պետք է դադարեն պայքարել արդարադատության համար։ Արդարադատությունն էլ տարբեր ձևաչափերով է լինում։ Հաճախ խոսում ենք Թուրքիայի, ինչպես նաև այլ պետությունների կողմից ճանաչման հայեցակարգի մասին։ Այս դեպքում կարևոր է հետևողական լինել հատկապես Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետև Թուրքիան է հանցանքը գործած պետությունը։ Այնպես որ ես չեմ կարծում, թե որևէ մեկը պետք է դադարեցնի պայքարը։ So I don't think anyone should stop pushing for this. Dr. Terrio, knowing your background, the work you have. Դոկտոր Թերիո, մեզ հայտնի է ձեր իրականացրած աշխատանքն այս ուղղությամբ, այն որ դուք պատրաստել եք զեկույց հայոց ցեղասպանության փոխհատուցման թեմայով։ Եվ այս առումով ձեր գնահատականը գերկարևորում է։ Ինչու է Թուրքիան շարունակում ժխտել հայոց ցեղասպանությունը։ Ինչու է Թուրքիայի համար կարևոր, որ հայերը, Հայաստանն ու Սփյուռքը լռեն ցեղասպանության մասին։ Ինչու այս հարցն ունի նախապայմանի գին։ Ինչու է այսքան կարևոր Թուրքիայի համար։ Why this topic is so important for Turkey? We're in a limited time framework, so I'll keep it as simple as I can. But I'll start by saying you could look at Turkey's situation right now and say that this is the optimal time for them to recognize the Armenian genocide. Սկսեմ նրանից, որ հիմա նայելով Թուրքիայի վիճակին կարող ենք ասել ճիշտ ժամանակն է, որպեսզի նրանք ճանաչեն հայոց ցեղասպանությունը, կանխելու համար ապագայում նման ոչռագործության կրկնությունը։ Ճիշտ ժամանակն է նաև հենց Թուրքիայի համար, հաշվի առնելով, որ Հայաստանի դիրքերը հիմա թույլ են, եւ եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա կազատվի բոլոր մեղադրանքներից ու քննադատություններից։ Թուրքիան ավելի բարձր բարոյական դիրքում կլինի, անգամ կարող եմ ասել, որ այդ կերպ իսկապես կլռեցնի շատ հայերի, իրականում կմասնատի հայերին, ինչին Թուրքիան ձգտում է։ Սա չանելու պատճառը, այո, թուրքական ազգային ինքնությունն է։ Այդ պետությունը ստեղծվել է ցեղասպանության հիմքերի վրա։ Մինչև այսօր Թուրքիայում գործում է քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով մարդկանց մեղադրանքներ են առաջադրվում հայոց ցեղասպանության մասին խոսելու եւ այդ կերպ թրքությունը վիրավորելու, թուրքերին վիրավորելու համար։ Միջին վիճակագրական Թուրքի համար, որը ունի բավական տեղեկություն պատմության մասին, հիմա բարդ կլինի բախվել ցեղասպանության էջով անցյալի հետ։ Շատ թուրքեր, առաջադեմ մտավորական թուրքեր, գիտնականներ, իհարկե ընդունում եւ ճանաչում են կատարվածը։ And that's a reflection also of this personal problem. And so for the average Turk who has not gone through a process of really thinking this through, and many are great, there are great Turkish people who have really engaged this, there are scholars, there are average people. But for those who don't, բայց նրանց համար, ովքեր դեռ չեն առերեսվում հայոց ցեղասպանության հետ, այս թեման կարծես հարձակում է սեփական գոյության վրա։ Եվ սա է ընկած նրանց ազդեցիկ դիմադրության հիմքում։ Պետության մասով 100 տարուց ավելի կատարվածը ժխտելուց հետո հիմա ընդունելը թուրքական պետությանը կդնի տարօրինակ վիճակում։ Նույնը անկեղծ ասած Նիկոլ Փաշինյանի պարագայում է։ Ես պետք է ավելացնեմ, որ նա ավելին է արել, քան պարզապես ցեղասպանության մասին չխոսելն է։ In some ways I wish he wouldn't talk about the genocide because some of the things he said. Որոշ առումով ես նույնիսկ ցանկանայի, որ նա չխոսի ցեղասպանության մասին, քանի որ նրա ասածներից վնասն ավելի շատ է։ Նրա հայտարարություններից որոշներում ցեղասպանության համար մեղադրանքներ կան ուղղված հենց հայերին, իբր հայերին ցեղասպանել են ռուսների կողմը նայելու համար։ Սա թուրքական պետական ժխտողականության թեզերից է։ Վերադառնալով թուրքերին եւ ցեղասպանությունը ժխտելու նրանց պատճառներին, կգնամ այնքան հեռու, որ նույնիսկ կպնդեմ Թուրքիայում մարդկանց աշխատանքը, կարիերան է կախված նրանից, թե որքան կոշտ ու կտրուկ կժխտեն ցեղասպանությունը։ Մարդը, թուրքը կարող է անգամ թքած ունենալ ցեղասպանության ժխտման վրա, կարող է չատել հայերին։ Բայց կա համակարգային ժխտողականություն, որին պետք է միանա։ Օրինակ, եթե ցանկանում է հասնել արտաքին գործերի նախարարությունում նշանակալի պաշտոնի։ Այս ամենից բացի կա նաև փոխհատուցման հարցը։ Մենք չկարողացանք հասնել նրան, որ Թուրքիան փոխհատուցի 1915-ի ցեղասպանության համար։ Եվ սա է ընկած 2020-2023 թվականների բռնությունների հիմքում։ Reparations problem from the 1915 genocide that are more than anything else the reason that 2020 to 2023 could happen. Armenia was weak, small compared to what it could have been had the genocide not happened, or even had the genocide happened,
Հայաստանը թույլ էր, փոքր, թեև կարող էր լինել բոլորովին այլ Հայաստան։ Եթե թուրքերը ցեղասպանություն գործած չլինեին կամ ցեղասպանությունից հետո լիներ պատշաճ հատուցման գործընթաց։ Թուրքիան կարողացավ զանգվածային բռնություններ իրականացնել, ուղղակիորեն մասնակցել զանգվածային բռնություններին։ Թուրք զինվորները ցեղասպանությունից հետո առաջին անգամ հայեր են սպանել 2020 եւ 2023 թվականներին։ Սա երբեք հնարավոր չէր լինի, երբեք նման բան չէր պատահի, եթե Թուրքիան կրեր պատասխանատվություն ցեղասպանության համար, պարտադրված միջազգային հանրության կողմից։ Թուրքերն իրենք չէին հանդուրժի հայերի դեմ այս նոր ագրեսիան, եթե թուրք ժողովուրդն անցած լիներ առերեսման եւ ռեաբիլիտացիայի ճանապարհով։ Այսօր էլ բազմաթիվ թուրքեր կան, որոնք կիսում են հայերի ցավը։ Պատերազմի օրերին էլ դատապարտում էին Թուրքիայի գործողությունները, բայց նրանք Թուրքիայում դեռ որոշիչ զանգվածը չեն։ Եվ այս բոլոր հարցերը հիմա ավելի կարևոր են, քան անգամ 5 տարի առաջ։ So it remains so important, and I think even more important today than it was 5 years ago. I feel like the irony in the situation is if they just acknowledged it, actually everybody could move on, and there wouldn't be the need to constantly discuss it. That's the irony of the situation. Գիտեք, կարծում եմ, որ այս իրավիճակի հեգնանքն այն է, որ եթե նրանք ուղղակի ընդունեն կատարվածը, իրականում բոլորն էլ կարող են առաջ շարժվել։ Կարիք չի լինի անընդհատ քննարկել դա։ Պատմական հանցագործությունների կատարած երկրների քաղաքացիները խոսքս այն երկրների մասին է, որոնք չեն ընդունում հանցանքը։ Օրինակ Թուրքիան։ Կարող են ասել, որ դա եղել է անցյալում, դա իրենց չի առնչվում։ Ինչ կապ ունի իրենց հետ 100 տարի առաջ եղածը։ Ինչու են իրենք թիրախավորվում։ Եվ ես սա ասում եմ իմ սեփական փորձով։ Ես Ավստրալիայից եմ։ Իմ երկրում էլ հայերի վիճակում բնիկ ժողովուրդն է։ Եվ մինչև այսօր էլ կան ավստրալացիներ, որ ասում են, ես ինչ կապ ունեմ, դա ես չեմ արել։ Անգլիացիներն էին, անցյալում էր։ Բայց փաստն այն է, որ Ավստրալիայում դա եղել է ընդամենը 20-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն հայոց ցեղասպանությունից էլ հետո։ Եվ կատարվածը դեռ, այսպես ասեմ, կա մարդկանց կյանքում, զգացվում է, նկատվում է որոշ իրավիճակներում։ Հակառակն է Գերմանիայի փորձը։ Ճանաչել են հոլոկոստը, փոխհատուցել են, ոչ ոք չի երգում, եւ այսօր ոչ մի գերմանացի հոլոկոստը չի դիտարկում որպես իր անձնական խնդիր։ Մինչդեռ մյուսները, նաեւ թուրքերը, Թուրքիան, չեն կարող առաջ գնալ, քանի դեռ չեն ընդունելու եղածը։ Եթե նրանք պարզապես ընդունեին, բոլորը կարող էին առաջ շարժվել։ Ոչ միայն ցեղասպանությունը վերապրած հայերը, այլև ցեղասպանությունն իրագործած պետության քաղաքացիները։ Սա է իրավիճակի ամբողջ հեգնանքը։ Essentially, everyone could move on. So not just the victims and survivor communities, but also the people in the perpetrator state as well. So it is this situation of irony. So in this situation, Այսպիսի հանգամանքներում, որ քննարկեցինք հարցազրույցի սկզբից մինչև այս պահը, հնարավոր է հարաբերությունների իրական կարգավորում Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Խոսքս դիվանագիտական, քաղաքական կարգավորման մասին չէ, որը կարող է աստառ լինել ապագայի սպառնալիքների համար, այլ այնպիսի կարգավորման, որ հայերի համար Թուրքիան իրականում դադարի սպառնալիք լինել։ Նկատի ունեք սոցիալական մակարդակում հայերի եւ թուրքերի միջև։ even in the state level. Նկատի ունեմ նույնիսկ պետական մակարդակում։ Հնարավոր է, որ Թուրքիան իրականում կարգավորի հարաբերությունները։ Էրդողանը բաց հայտարարեց Ղարաբաղ մտնելու մասին, վտանգը պետությունից է գալիս, այնպես որ հենց պետական մակարդակով։ I like to hope that it is one day possible. Կուզեմ հուսալ, որ դա մի օր հնարավոր կլինի։ Ինչ իմանաս ինչ կարող է պատահել։ Էրդողանը հավերժ չի ապրելու։ Ենթադրում եմ, որ նա կիշխի Թուրքիայում մինչև իր մահը, բայց ինչ կլինի Էրդողանի մահից հետո, չենք կարող կանխատեսել։ Երկրները, պետությունների քաղաքականությունը փոխվում են։ Կան երկրներ, որոնք ունեցել են ավտորիտար առաջնորդներ, սակայն հիմա ժողովրդավար են։ Ուստի հնարավոր է դա տեղի ունենա նաև Թուրքիայի դեպքում։ They have transformed into democracies, so it's not impossible for it to happen. Անհնար է, քանի դեռ Թուրքիայում Էրդողանն է իշխում։ I think so. I mean, I think so. Այո, ես այդպես եմ կարծում։ Կարող եմ ես էլ ավելացնել։ Հիմա մի ծանր փոխաբերություն կմեջբերեմ։ Երբ առյուծը հարձակվում է, նրան միս է տալիս, ուրախանում է, մի անկյունում նստում, սկսում է ուտել միսը։ Կար ժամանակ անց, երբ ամբողջն ուտում է, վերադառնում է եւ հարձակվում է նորից։ When it finishes the meat, it's going to come back and attack you again. And so if you think that appeasing
an authoritarian regime that uses military violence. Այսպիսով, եթե կարծում եք, թե ինչ որ բան զիջելով կարող եք հանդարտեցնել ավտորիտար ռեժիմին, որը ռազմական բռնության է դիմել, ապա այո, որոշ կարճ ժամանակ կհանդարտեցնեք, բայց հետո ի վերջո նույն խնդրի առաջ կկանգնեք։ Սա կարծում եմ շատ վտանգավոր խաղ է։ Հայերը պետք է ավելի երկարաժամկետ հեռանկարի եւ ապագայի մասին մտածելով գործեն։ Մինչդեռ այնինչ անում է Փաշինյանը, կարծում եմ առավելագույնը 1 տարվա 6 ամսվա հեռանկար է։ Հայերը պետք է մտածեն ու գործեն 50-100 տարվա հաշվարկով, որովհետև մենք չգիտենք, թե ինչ կարող է պատահել 100 տարի անց։ Because we don't know not just what's going to happen in Turkey, but whether Turkey will exist, whether Azerbaijan will exist. I mean, Turkey's been Թուրքիան կլինի, Ադրբեջանը կլինի, Թուրքիան դեռ չի մասնատվել միայն ավտորիտար ռեժիմի եւ վերջին 100 տարում դրսից ստացած աջակցության շնորհիվ։ ԱՄՆ-ից դեռ $500 միլիարդ է ստանում։ Դա նման է նրան, որ չափահաս երեխան ասում է. «Ես անկախ եմ, ապրում եմ իմ կյանքով, բայց իր ֆինանսների կեսը ստանում է ծնողներից»։ Թուրքիան անկախ չէ, եւ բացի Ամերիկայից, երբ աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվում են, նրանք շարժվում են դեպի Ռուսաստան։ Ինչ է լինելու Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում այս պարագայում։ Ամեն ինչ կարող է փոխվել։ Կարծում եմ հայերը պետք է սրա մասին եւս մտածեն ու պետք է պատրաստ լինեն նաեւ այդ փոփոխություններին։ Եթե դուք հանձնվում եք արդեն հիմա, նշանակում է պարտվել եք։ Եթե հրաժարվեք ցեղասպանության մասին խոսել, ապա երբ ամեն ինչ փոխվի, չեք կարողանա ցեղասպանության հարցը հետ բերել օրակարգ։ Բայց եթե ամուր կանգնեք, համբերատար եւ դիմացկուն լինեք, ամեն ինչ այլ կլինի։ Ճշմարտությունը ձեր կողքին է, պատմական իրավունքը ձերն է, օրենքը ձեր կողմից է, պարզապես պետք է դիմալալ այնքան ժամանակ, մինչեւ ամեն ինչ փոխվի եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է ամեն ինչ փոխվում։ Ով կմտածեր, որ անկախ Հայաստան կլինի։ Ես բավական մեծ եմ եւ հիշում եմ, երբ անկախ Հայաստանը չկար։ Հետո կարծես հրաշք եղավ։ Մարդիկ, հատկապես ցեղասպանությունը վերապրած հայերը, ամբողջ կյանքն են ապրել, սպասելով ազատ ու անկախ Հայաստանին, եւ դա եղավ։ Համբերատար սպասելու փոխարեն այսպես հանձնվելու համար, ինչպես ասում է դոկտոր Օբրայնը, իսկապես վաղ է, եւ դա իսկապես հիմարություն կլինի։ Thank you very much for that. Շնորհակալություն այս հարցազրույցի մեզ հյուրընկալվելու համար։ Thank you so much for having us. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։